Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ գրվածների համեմատ։ Ողջույն։ Ուզում եմ ընթերցել առաջի Կորինթաց 15-րդ գլխի 3-րդ խոսքը։ Քանի որ ամենից առաջ ես ձեզ ավանդեցի այն, որ ես էլ ընդունեցի, թե Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ գրքերի համեմատ։ Պողոս առաքյալը ցույց էր տալիս, թե որ ավետարաններ ինքը ընդունել եւ քարոզում, եւ այդ ավետարանի առաջին փաստարկը սա է. Քրիստոս մեռավ իմ ու քո մեղքերի համար։ Ինչն էր պատճառը, որ Քրիստոս մեռավ, չարչարվեց, տառապեց ինձ ու քեզ համար հանձն առնելով խաչի մահը։ Պատճառը սա էր, որ Հին Ուխտը պատմում է Ծննդոց 2-րդ գլխի 17-րդ համարում, որ Աստված Ադամին ասաց. «Բարու չարի գիտության ծառի պտղից մի կեր, այն օրը որ ուտես մահով կմահանաս»։ Ադամը չլսեց Տիրոջը, կերավ այդ ծառի պտղից եւ մեղքը եկավ նրա մարմնի մեջ, եւ մեղքի պատճառով մահը եկավ նրա կյանքի մեջ։ Մահը կյանքից բաժանումն էր։ Աստված ինքն է կյանքը։ Ադամը կորցրեց Աստծուն ու կորցրեց Աստծո կյանքը։ Հռոմեացիս 6:23-ում ասված է, որ մեղքի վարձքը մահն է։ Հռոմեացիս 3:23-ում ասված է, որ ամենքը մեղ գործեցին եւ Աստծո փառքից պակասեցին։ Անկամ մի մարդ արդար չգտնվեց, բոլորը մեղ գործեցին։ Ու քանի որ մեղքը մարդու միջոցով էր մտել աշխարհ ու մահն էր մտել աշխարհ, մարդու կատարած հանցանքի մեղքի պատճառով, սա էր պատճառը, որ Քրիստոս մարդացավ, Աստծո որդին համաձայնվեց ամբողջովին լիարժեք մարդ դառնալ, որ իմ ու քո փոխարեն, մեր նման մեղավոր մարդու հանցանքների փոխարեն կրեր ցավ ու տառապանք։ Եվ հիմա ուզում եմ իրար հետ տեսնենք, թե Հին Ուխտի որ գրվածներում էր, որ խոսված էր Քրիստոսի չարչարանքների, տառապանքների եւ մահվան մասին։ Եսայա 53-րդ գլուխ։ Ընդհանրապես Եսայան 5-րդ ավետարանիչն է համարվում եւ 53-րդ գլուխը հենց ավետարան է իրենից ներկայացնում, քանի որ նա նրա առջև մատաղատունկի պես ու ծարավոտ երկրից ելնող արմատի պես բուսեց։ Նա կերպարանք կամ վայելչություն չուներ, որպեսզի նրան նայենք, ոչ էլ այնպիսի մի երևույթ, որ նրան ախորժեինք։ Նա մարդկանցից անարգվեց ու երեսից ձգվեց, վշտերի տեր ու ցավերի տեղյակ դարձավ։ Նրանից երես դարձնելու մարդու պես եղավ, անարգվեց ու նրան չհարգեցինք։ Եսայան մարգարեական տեսնում է, որ գալիքներում Աստծո որդին ինչ կերպով էր անցնելու այս տառապանքների ճանապարհը գնալով դեպի խաչի մահ։ Իրականում նա մեր ցավերը վերցրեց ու մեր վշտերն իր վրա առավ։ Մենք նրան վիրավորված, Աստծուց զարկված ու չարիքի հանդիպած համարեցինք։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեց ու մեր անօրենությունների համար ծեծվեց։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ ու նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Ամենքս ոչխարների պես մոլորվեցինք, ամեն մեկս իր ճամփան դարձավ։ Տերը մեր ամենքի անօրենությունը նրա վրա դրեց։ Նա անիրավություն կրեց ու չարչարվեց, բայց իր բերանը չբացեց մորթվելու տարվող ոչխարի պես, իր խուզողների առջև մունջ կեցող մաքիի պես։ Այնպես իր բերանը չբացեց։ Նեղությամբ ու դատապարտությամբ վերցվեց։ Ու նրա ազգատոմը ով պիտի հայտնի, քանի որ նա կենդանիների երկրից կտրվեց, նա իմ ժողովրդից հանցանքների համար զարկվեց։ Այո, նա տառապեց, չարչարվեց եւ Եսայան մարգարեական ասեց, որ նա իմ ժողովրդի մեջից կտրվեց, կենդանիների երկրից կտրվեց, այսինքն նա մահացավ։ Եվ ոչ միայն Եսայա մարգարեն էր խոսել այս մասին, այլև Սաղմոսներում Դավիթն էր մարգարեացել։ Ուզում եմ կարդալ Սաղմոս 22-ի 12-ից. «Շատ զվարակներ չորս կողմս առան, Բասանի ցլերը ինձ պաշարեցին, իրենց բերանը իմ վրաս բացեցին, հափշտակող մռնչող առյուծի պես, ցույց է տալիս, թե թշնամիները ինչ կերպ էին շրջապատել Տեր Հիսուսին։ Ջրի պես թափվեցի ու բոլոր ոսկորներս քանդվեցին, սիրտս մոմի պես եղավ, հալվեց փորիս մեջ, չորացավ իմ ուժս հողե ամանի պես ու լեզուս քիմքիս փակավ, եւ ինձ մահվան հողը դրեցիր։ Քանի որ շները չորս կողմս առան, չար ժողովք ինձ պատեց, ձեռքերս ու ոտքերս ծակեցին, խոսված է խաչելության մասին,
Իմ բոլոր ոսկորներս կարող եմ համբրել, նրանք նայում էին ու տեսնում էին ինձ։ Տեր Հիսուսի չարչարանքներն ու տառապանքներն ու մահն է ներկայացնում Դավիթը մարգարեական կերպով։ Ստացվում է, որ հին ուխտի գրվածները նախապես արդեն խոսել էին Քրիստոսի տառապանքների, չարչարանքների ու մահվան մասին։ Փառք Աստծո, փառք Տեր Հիսուս Քրիստոսին, որ նա համաձայնվեց ինձ նման մեղավորի ու քեզ նման մեղավորի համար մարթանալ եւ մեր անօրենությունների ու մեղքերի պատիժը իր վրա կրել։ Ես ու դու արժանի ենք մահվան, բայց նա մահացավ, որ ես ու դու չմահանանք։ Փառք Տեր Հիսուս Քրիստոսին։ Ամեն։